100-ից 100 գիտեի ես։ Եվ ով ելում սիրում էր արժանացավ իր սիրածին, ոչ մեկը չխաբեց։ Տիկին Ամալյան նույնիսկ տարիների հեռվից հիշում է բոլոր սիրահար զույգերին, ովքեր ակումբի մշտական այցելուներն էին և հնդկական ֆիլմերի երկրպագուները։ 3 ժամ տևողությամբ ֆիլմերը սիրահարների համար ժամադրությունների ամենալավ պատրվակն էին։ Ակումբը միշտ մարդաշատ էր, բայց կարգ ու կանոնը երբեք չէր խախտվում։ Թեղուտի ակումբի երկարամյա վարիչը գյուղի ջահելների ահուսարսափն էր։ Այս մասին Ամալիա տատը անթաքույց հպարտությամբ է պատմում։ Հալա որ մեկը ծխեր, մի բան աներ էլի, տենց բան չկար։ Ֆիլմերի ցուցադրություններից բացի գյուղացիները նաև առիթ էին ունենում ներկայացումներ դիտելու, որտեղ հերոսները հենց իրենք էին։ Գյուղի աղջիկները հաճույքով էին հանդես գալիս որպես դերասաններ։ Տարվա մեջ ամենաքիչը 3 ներկայացում էր բեմադրվում։ Բեմադրել եմ Արամաշոտ Պապայանից Կենթանի հանգուցյալը, Գուրգեն Բորյանի Կամուրջի վրա, Փեսատես, Խնձորի այգին եւ շատ ես կարամ այդքանը հիշեմ։ Ես այն ժամանակ բացի ներկայացումները նույն գրքերի քննարկումներ էինք կատարում, շատ ակտիվ էր։ Գիրք կա, որ ես տող, անգիր գիտեմ, որ ասեմ որոնք են, որ կան, շատ կան տենց գրքեր, եթե որոտանը խոսեր, Ջեյները, Խաչուղիները Անահիտ Սահինյանի, շատ կա, որ ես տող գիտեմ այդ գրքերը։ Շատ հաճախ գեղարվեստական կերպարները արվեստի գործեր են դարձել։ Սա գործել եմ 2000 թվականին, Սյամանթոն և Խաչեզարենը, սա սիրուն գրկախառնված, եթե պատկերը լավ էլի, Վարդերի միջին։ Ամալիա Մելիքսեթյանի վերջին գորգն է, թորնիկի նվերն է, ասում է, որ հիմա քիչ է գործում, բայց կարևորն այն է, որ հասցրել է աղջիկներին լավ օժիտ տալ։ Ես գորգեր միշտ եմ գործել, երբ որ աշխատում էի, դեկտեմբեր ամիսը պարտադիր իմ արձակուրդի ժամանակն էր ու արդեն նստում էի խալու տակ։ Ամեն երեխիս 5-6 տվել եմ խալիներ, տես ինչ սիրուն, սենց տվել եմ ամեն չափի։ Սրանք սիրուն չեն, հլա պիսիկիս, ինչքան սիրունը։ Գորգագործությունը Թեղուտում ավանդական զբաղմունք է եղել, պատմում է տիկին Ամալյան ու ափսոսում, որ հիմա աղջիկները գործել չգիտեն, տարիների հետ մարդկանց հետաքրքրությունները և նախասիրությունները փոխվել են։ Գոհար Ոսկանյան, Արման Տիտանյան, լուրեր։